Այսօր դասի թեման կրահելու եք դուք։ Այժմ ես ցուցադրեմ բառեր, որոնց միջոցով կհասկանանք, թե որն է լինելու մեր դասի թեման։ Խնդրեմ ուշադրություն դարձնենք բառերին, փորձեք կանխագուշակել, թե ինչի մասին կարող է լինել մեր դասի թեման։ Աշխատանքի համար տրվում է 5 րոպե ժամանակ։ Սկսում ենք կատարել քննարկումներ և գրառումներ։ Ժամանակը սպառվեց, լսեմ ձեր կարծիքները։ Ասես Անդրեյ ջան։ Մեր կարծիքով երկու եղբայր մոտ ճանապարհով հասնում էին։ Շահիկ ուսվի։ Մեր կարծիքով 10 պարկ է։ Էվա։ Մեր կարծիքով երկու եղբայրների մասին։ Մեր կարծիքով երկու եղբայր և 10 պարկ չորերի մասին։ Այժմ իրականացնենք ուղղորդված ընթերցանություն, որի ընթացքում կպարզենք և կհասկանանք, թե ինչի մասին է մեր դասի թեման։ Ընթերցանությունը կիրականացնենք խմբային աշխատանքի միջոցով, կբաժանվենք խմբերի, ելնելով 1-ից 4 համարակալված քարտերի։ Սկսում ենք ուղղորդված ընթերցանության առաջին փուլը, այսինքն լուռ ընթերցանությունը երեխաներ։ Պետք է լուռ ընթերցեք ձեզ բաժին ընկած հատվածը և պատասխանեք այս հարցերին։ Աշխատանքի համար տրվում է 10 րոպե ժամանակ։ Երեխաներ ժամանակը սպառվեց և մենք պետք է պատասխանենք արդեն հարցերին։ Խնդրեմ առաջին։ Կարդում ենք և պատասխանում ենք հարցերին։ Կարդացեք ու խորհեք հետևյալ հարցի շուրջ. Ինչ հույզեր և զգացմունքներ եք տեսնում հատվածի ընթերցման ժամանակ։ Հատվածի ընթերցման ժամանակ մենք զգացին սեր, հարգանք և միասնություն։ Երկրորդ խմբի հարցի պատասխանին երեխաներ։ Մտքում պատկերացրել տեսարանը, խարդալից նշենք այդ դերը, որից լավ որիշ որ բան փոխվեց։ Զարմանքով տեսա, որի ունեցած 10 պարկն էլ նույնությամբ իրենց տեղում են, այ քեզ հրաշ։ Շատ լավ, շնորհակալություն։ Լսենք երրորդ խմբի հարցը և պատասխանը։ Հատվածում նշել այն նախամասնությունը, որը ևս մեկ անգամ ընդգծում է, թե որքան հոգատար են նկարները միմյանց նկատմամբ։ Դրանք միաժամանակ սկսել էին միմյանց ու ծորեն տանել, ահա թե ինչու ծորենի պարկերը չէին պակասում։ Երեխաներ, այժմ լսենք չորրորդ խմբին։ Չորրորդ խումբ։ Մտածել էին զգացմունքներ ունեցան եղբայրները հեքիաթի ավարտին։ Ծորենի պարկերը ծանր էին, բայց թեթև էին եղբայրների հոգիները։ Եղբայրները միմյանց հանդեպ հոգատար են և սիրում էին միմյանց։ Այժմ իրականացնում ենք ուղղորդված ընթերցանության երկրորդ փուլը, որը բարձրաձայն ընթերցանությունն է։ Խնդրեմ առաջին։ Երկու եղբայր։ Մի ծերունի երկու տղաներ։ Մեծ տղան ծնողների հետքրան, իսկ փոքրը գյուղի ծառի։ Երկուսն էլ ընտանիքի տերն, երկուսն էլ աղքատ։ Թեև երկու եղբայրն էլ շատ հոգսեր ունեն, սակայն համերաշխ են իրար հետ։ Երկրորդ խումբ։ Ապարկը դրեց երկու տանը և շտապ վերադարձավ, որ մի պարկեր տանի, սակայն երկուն հասավ, զարմացավ, տեսնելով, որ արարժվա պես տանը 10 պարկ ցորեն կա։ Երրորդ խումբ։ Եթե այդպես է, վճռեց նա, երկու պարկեր տանեմ եղբորս, և նա ծանոթ ճանապարհով նորից գնաց դեպի գյուղի մյուս ծայրը։ Չորրորդ խումբ, լսում ենք ձեզ։ Նրանք միաժամանակ սկսել էին միմյանց տուն ցորեն տանել, ահա թե ինչու ցորենի պարկերը չէին պակասում։ Եղբայրները գոհությամբ վրկախառնվեցին։ Ցորենի պարկերը ծանր էին, բայց թեթև են եղբայրների հոգիները։ Խաղում են խաղ, որը կազմված է ողբար ծրագրով և կոչվում է բացեք դաշտ։ Յուրաքանչյուր խմբից մեկ հոգի պետք է մոտենա էկրանին, ընտրի իր նախընտրած համարը, իսկ խումբը պետք է պատասխանի հարցին։
սկսելու համար երեխա։ Տրված է հարցեր, փակաշտերի միջոցով։ Խմբի յուրաքանչյուր անդամ ընտրում է իր նախընտրած թիվը, սեղմում է նրան, բացում է, իսկ խմբի անդամները պատասխանում են հարցին։ Լավ, սկսեցինք, համեցեք։ Զգացմունքներ ունեցա, շարունակենք միտքը, ես զգացի, զգացի սեր, հարգանք և բարություն։ Փինագրենք։ Ընտրիր հարցը։ Որոշեց մեծ եղբայրը և ինչու։ Մեծ եղբայրը որոշեց իր ցորենի կեսը տալ իր եղբորը։ Ընտրիր հաջորդ հարցը, Անդրանիկ ջան։ Ինչու էր հեքիաթում նշվում, որ եղբայրների հոգիները թեթև են։ Լսեմ խմբի պատասխանը։ Եղբայրների հոգիները թեթև են, որովհետև նրանք մտածում են միմյանց մասին։ Ստում մի բան, որ ձեզ զարմացրեց կամ ստիպեց մտածել։ Զարմացրեց, որ եղբայրները այդքան հոգսեր ունեն, բայց միմյանց հանդեպ շատ բարի են։ Եղբայրները համերաշխ էին, հարգում և սիրում էին միմյանց։ Այո, եղբայրները համերաշխ էին, հարգում և սիրում էին միմյանց։ Երեխաներ, իսկ դուք երբևէ օգնություն ցուցաբերել եք որևէ մեկին։ Այժմ դա կպարզեն օգնող ձեռքեր խաղի միջոցով։ Մի ձեռքի վրա գրում եք ձեր անունը, մյուսին այն մարդու անունը, ում օգնել եք, իսկ ափի մեջ գրում եք այն օգնությունը, որը ցուցաբերել եք։ Ովքեր ընթերցելու ցանկություն ունեն, խնդրեմ, լսում։ Ես օգնել եմ իմ ընկերոջը ազգային խմբակի ժամանակ պաշտպանելիս։ Ես նկարչական խմբակում օգնեցի նկարել Լուսինին։ Այժմ վերև են բարձրացնում օգնող ձեռքերը, ապա տեսնեմ։ Շատ ճիշտ եք երեխաներ, շնորհակալություն կարծիքի համար։ Սերն ու միությունը թեթևացնում են ամեն ծառայություն։ Որ դարձրագի միջոցով եկեք խաղանք մեկ խաղ և վերհիշեն նախադասության տեսակները ըստ հաղորդակցման եղանակի։ Յուրաքանչյուր խումբ մոտենում է գրատախտակին, ընտրում է նախադասությունը, վերականգնում է նախադասության իմաստը, այնուհետև ընթերցում է այնպես, որ մյուս խմբերը կռահեն, թե ըստ հաղորդակցման եղանակի, որ նախադասությունն է ընթերցվել։ Ստացանք նախադասությունը, հիմա ընթերցեք այնպես, որ ձեր ընկերները կռահեն նախադասության տեսակը։ Մի ծերունի երկու տղաներ։ Տեսնեմ, ովքեր են կռահել նախադասության տեսակը։ Ահա, ասա Սուրեն ջան։ Այս նախադասությունը պատմական նախադասություն է։ Փորձում ենք երեխաներ վերականգնել իմաստը։ Լավ, Անդրանիկ ջան։ Ապա ընթերցում եք այնպես, որ ձեր ընկերները կռահեն նախադասության տեսակը։ Ով էր այդ մարդը և ինչ էր անում այդ ուր ժամին։ Այս նախադասությունը հարցական նախադասություն է։ Համամիտ եք երեխաներ։ Ուշ է, գնատու։ Լսում եմ ձեզ երեխաներ։ Ասա Թերեզա։ Այդ նախադասությունը հրամայական նախադասություն է։ Խորհրդում մոտեցի։ Շատ լավ երեխաներ, վերականգնեցինք իմաստը, ապա ընթերցեք լսենք։ Օ, հրաշալի եղբայրները։ Կռահել եք երեխաներ նախադասության տեսակը։ Ջան, Այս նախադասությունը բացականչական նախադասություն է։ ապրես Սուսանա ջան։ Եկեք հիշենք առած ասացվածքներ, որոնք վերաբերում են մեր դասի իմաստին։ Այ ջան խոսում։ Մեկը բոլորի
Ապրես, Նարեկ, Ուսուսի որդան սարեր շուր կտա։ շատ ապրես, Անդրանիկ ջան, խոսի, Այլունան երբեր զուր չի դառնա։ ապրես, ասա Անդրանիկ, Եղբայրը երկրորդ աղբյուրն է, որ ծանապանա պահճումն է։ շատ ճիշտ էր Անդրանիկ ջան, ապրես, ահա, լսում եմ, Հարկ ջան, Եվ վերջում մենք հասկացանք, որ ձերը ձեր կլվանը, երկու ձեռքը երես և մեկ ծաղկում է, երբեք կարում չի գա։ շատ ապրես Հարիկ ջան, ես էլ հավելեմ երեխաներ, որտեղ կա սեր ու միություն, երբեք չի լինի պարտություն։ Երեխաներ այժմ իրականացնենք ինքնագնահատում և փոխադարձ գնահատում։ Սկսեք գնահատում իրականացնել առաջին խմբից, լսում եք ձեզ։ Երկրորդ խումբը լավ էր աշխատում, լավ վերլուծություններ էր կատարում, հարցերին ճիշտ էին պատասխանում։ Երրորդ խումբը մասամբ էր աշխատում, ժամանակ կար չէի կարողանում հարցերին պատասխանել և ժամանակ կար, որ լավ վերլուծություն էին անում և հարցերին ճիշտ պատասխանում էին։ Չորրորդ խումբը մասամբ աշխատեց, քանի որ վերլուծությունները շատ քիչ մարդիկ էին կարողանում անել։ Մեր խումբը լավ աշխատեց, բոլորը մասնակցում էին վերլուծությունները բոլորը էին կատարում և խմբային աշխատել և կարողանում էին խմբով աշխատել։ Շնորհակալություն Հարիկ ջան։ Երեխաները դասը սովորում են կարդալ վերլուծել և կատարում են առաջադրանք 4-ը։ Բնագրից պետք է ընտրենք նախադասությունները և գրենք համապատասխան նշաններ։